երկրների հրապարակում են հարցնամուրում։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ փորձում եմ կրկնել։ Այն երկրները, որոնց մասին բերվում է օրինակները, մասնավորապես Մեծ Բրիտանիան, ձեր պատկերացրած հրապարակայնությունը չի, որ դրանք պետք է հրապարակվեն։ Ուղղակի դες պիտի ասեմ, հետևյալն է, որ ստորագրված ցուցակները կարող են մատչելի լինել այն մարդկանց, որոնք հիմնավորում են, որ իրենք ունեն դրա նկատմամբ շահագրգռվածություն եւ առանց դրանցից լուսապատճեններ անելու կարող են ծանոթանալ եւ դրանցից անել քաղվածքներ։ Մոտավորապես նմանատիպ կառուցակարգ գոյություն ունի նաեւ մեր օրենսդրության մեջ, երբ որ վերահաշվարկի ընթացքում վստահված անձիկ թեկնածուները կարող են այդ կարգով ծանոթանալ այդ ցուցակներին։ Խնդրի լուծումը ես այլ տեղ եմ տեսնում։ Ընդհանրապես, ինչպես անել, որ ընդհանրապես բացառվեն այդ հնարավորությունները, որովհետև երբ որ նայում ես հիմնավորումները, թե ինչով է պայմանավորված, որ այդ երկրները քվեարկության մասնակցությունն են դիտարկում գաղտնիության տեսանկյունից, տեսնում ես, որ բավականին հիմնավոր է եւ չի կարելի մի խնդիրը լուծել մեկ այլ խնդիր ստեղծելու ճանապարհով։ Ես կարծում եմ, որ ճանապարհը այդ խնդրի լուծման պետք է լինի անկախ այն հանգամանքից էլեկտրոնային համակարգը կտեղադրվի բոլոր 3 փուլերում թե ոչ, ընտրողների իդենտիֆիկացիան այնուամենայնիվ անկախ ամեն ինչից պետք է կատարվի էլեկտրոնային եղանակով, որը կբացառի կրկնակի քվեարկությունները, այլ անձանց փոխարեն քվեարկությունը, մի քանի անգամ տարբեր տեղամասերում քվեարկություն։ Առիթ ունեցել եմ դրա մասին բարձրաձայնելու, ինչ համակարգ ենք մենք նախատեսում եւ այդ պարագայում, դրա կիրառման պարագայում վստահ եմ, որ փոքրանա։ Չեմ բացառում նաեւ, որ մատչելիության հասանելիության աստիճանը ստորագրված փաստաթղթերի կարող է եւ որոշակիորեն մեծանա, բայց եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, պիտի ասեմ, որ իմ անձնական կարծիքը ժամանակահատվածում փոխվել է, ես ի սկզբանե կողմ եմ եղել, որ դրանք բոլորը հրապարակվեն, բայց երբ որ առավել խորությամբ ես վերլուծում, թե ինչով էր պայմանավորված եւ ինչով է պայմանավորված, որ միջազգային կառույցները հենց պնդում են, որ դրանք չհրապարակվեն, դրանք որոշակի հիմնավորումներ ունեն, թե ինչով է պայմանավորված։ Հասանելիությունը որոշակիորեն կմեծանա, այնուամենայնիվ չի հրապարակվի, հա, այդպես։ Դուք ճիշտ ընկալեցիք իմ միտքը։ Հայաստանը յուրահատուկ երկիր է, մեծ թուրք ունի, միշտ երկրից շատերը բացակայում են, այնուամենայնիվ այդ բացականների փոխարեն քվեարկություն։ Նայեք, երկրից բացակայելը որևէ նշանակություն չպետք է ունենա։ Հիմա Իսպանի քրեական գործերից շատերը գիտեք բացակայում։ Եթե թույլ եք տալիս, հարց եք տալի, բարի եղեք լսելու։ Եթե բացակայությունը ընտրողների ցուցակում գտնվել է, դա պարզապես այդ անձի իրավունքն է, որ ինքը կարող է մասնակցել։ Բայց եթե մենք սահմանում ենք, որ անձը կարող է մասնակցել քվեարկությանը միայն իր ընտրական տեղամաս ներկայանելու միջոցով, ապա եթե չի ներկայացել, չի կարող։ Հիմա ինչպես պիտի անել, որպեսզի բացառել, որ եթե չի ներկայացել տեղամաս, բայց իր փոխարեն քվեարկացնել։ Այսինքն այստեղ դուք պետք է փնտրեք, ոչ թե որ ինքը ցուցակում ընդհանրապես կա։ Ցուցակում լինելը իր սահմանադրական իրավունքն է։ Ցուցակում ինքը չի կարող չլինել, որտեղ սահմանադրությունը ասում է, որ 18 տարի լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն ընտրելու իրավունք։ Ընտրելու իրավունքը արձանագրվում է ընտրողների ցուցակում իր անուն-ազգանունը լինելու միջոցով։ Այսինքն սա իրավունք է, սա հնարավոր վարքագծի կանոն է։ Դու կարող ես օգտվել այդ վարքագծի կանոնից, կարող ես գնալ քվեարկության, կարող ես չգնալ։ Այլ բան է, որ եթե չես ներկայացել, քո փոխարեն քվեարկում է, թե չէ։ Սրա մասին է խոսքը, որ պետք է բոլոր այն շահագրգիռ անձիկ, կազմակերպությունները, որոնց անմիջականորեն իրենց սուբյեկտիվ իրավունքներին է առնչվում ընտրողների մասնակցության թիվը, նրանք պետք է ունենան միջոց, արդյունավետ միջոց, ծանոթանալու նաև ստորագրված փաստաթղթերին։ Սա կարող եմ ասել նաև, որ բխում է սահմանադրական փոփոխություններում ամրագրված այն նորմից, որ օրենսդրությամբ պետք է ամրագրվեն իրավունքների կիրառման, իրականացման արդյունավետ կառուցակարգեր։ Այսինքն այդ կառուցակարգերը պետք է լինեն արդյունավետ, որպեսզի հնարավորություն լինի, եթե անգամ նման խախտում արվել է, այնուամենայնիվ դրանք բարձր են։ Շնորհակալություն։ Որ հեղինակավոր մասնագետ է գալիս, որպեսզի քննարկի կտրականորեն։ Ես չգիտեմ, վաղն է լինելու, ավստրիացի է, անունը հիմա կարող է հանկարծ սխալ ասեմ։ Վստահ եմ, որ նաև մուտքը կլինի նաև ձեզ համար։ Շատ մենք ունենալու ենք նաև մասնագետներ
հաջորդ շաբաթվա սկզբին արդեն նաև տեխնիկական մասնագետներ, որոնց հետ պետք է այս ամբողջը քննարկվի։ Հուսամ, որ գիտեք, մի փուլում այդ ամբողջը կդառնա ձեր սեփականությունը, կխնդրեմ, ես չգիտեմ, եթե չեմ սխալվում, ԵԱԿ Երևանյան գրասենյակն է կազմակերպում վաղվա միջոցառումը, հուսով եմ մուտքը ազատ կլինի եւ դուք բաց քննարկման կարող եք տեսնել եւ թե միջազգային փորձագետները ինչով են պայմանավորում այդ ամբողջը եւ ընդհանրապես էլեկտրոնային քվեարկության ներդրման ինչպիսի ռիսկեր կան, ինչ խնդիրներ են լուծում եւ եթե ճիշտ չներդրվեց, ընդհանրապես ինչ խնդիրներ կարող են առաջացնել։